Կանգնությունից գիտակցելով այս ապօրինի ռեպրեսիվ ռեժիմը միևնույն է մենք եկել ենք մեր քաղաքական հայտն ենք ներկայացրել որպեսզի կանգնենք ձեր կողքին եւ դուք չապրեք նման բակերում Երևանում նմանատիպ բակերը իրենք նույնիսկ եթե կառուցում են ժողովուրդ ջան զրոներ այդ նախարարների շատ ավելի շատ են քան թե պետք է լինեն Դրա համար հենց ընդդիմությունը խոսում է այդ բակերը հենց ֆիքսում են իրենք ուղղակի անցնում են այդ լրատվականի պահը դրանից հետո կարող է 1-2 օր ձերբակալված լինի իրենց քպեական պաշտոնյան դրանից հետո պարտադիր գնում է տուն Եթե լինում է ընդդիմադիր պարտադիր ինքը բերդից դուրս չի գա Մեր փորձով ձեզ ենք ասում եթե չեք ուզում աղբանության թանկացում եթե չեք ուզում տարբեր տեղական վճարների եւ ծառայությունների ապօրինի գնի բարձրացում Երևանում մենք ունենք այդ փորձը Դատարանն է արդեն ֆիքսում, որ ԿՊ-ն գողանում է փողը բնակիչներից, բայց քանի որ դատական ատյանն էլ, ԲԴԽ-ն էլ ինչ-որ կերպ կապված են ԿՊ-ի հետ, քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են։ Թույլ մի տվեք մտեն ձեր գրպանը, թույլ մի տվեք իրենց չտես առօրյան հարստացնեն ձեր հարկերով եւ պայքարեք ձեր իրավունքների համար ամենակարևորն է մասնակցել չընտրել քաղաքական ուժն եւ ինչ ծրագրեր եւ առաջարկում ես կյանքը բարելավելու համար իրական թափանցիկ ճիշտ քաղաքացու օգտին աշխատող Հայաստան համար 4-ը շնորհակալություն Խմբակցության Երևանի ավականու անդամներ ինչպես Էջմիածնի Չարենց թաղամասին սիրելի բնակիչներ Ձեզ ողջունում է Մայր Հայաստանը Մենք ներկայացված ենք ամբողջ քաղաքական թիմով, քանի որ առաջին հերթին համարում ենք, որ վաղաշաբաթում տեղի ունեցող ընտրությունը քաղաքական նշանակություն ունի։ Արդեն գիտենք, փորձ ունենք եւ տեսել ենք, թե սրանք սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ այս իշխանությունները ինչ կառավարման փորձ ունեն եւ ինչպես են կառավարում թե համայնքի թե երկիրը Ինչպես Երևան քաղաքի ավականու անդամ ինչպես ձեր Չարենց Ձեզ ասում եմ հարգելի վաղաշաբաթներ հանրապետությունում մենք պետք է ակտիվ մասնակցել չեք փոշմանի ընտրություններին, որը որովհետև ինչպես մենք ենք Երևան քաղաքում կրես տալիս Երևանցու շահերի համար, այնպես էլ այստեղ քաղաքացիական պայմանագիր Մայր Հայաստան կուսակցությունը կռիվ կտա ձեր շահերի համար կանգնի ձեր կողքը 24/7 ռեժիմով Հակաեկեղեցական շարժում է սկսել Նոյեմբերի 16-ին եթե եք օրվա մեջ 15-20 րոպե ժամանակ այցելեք Մայր Հայաստան կուսակցությանը ձեր ձայնը չկորցնելու համար ձեր քվեն չկորցնելու համար ընտրություն կատարեք որպեսզի ձեր մեկ քվեով Եթե ձեզ հետաքրքրում են մերժենք այսօրվա կործանարար իշխանություններին ձեր թաղամասին վերաբերող ծրագրերը Այնտեղ մենք ունենք բազմաթիվ կետեր ու ապաչարկներ Ձեր մեկ ձայնը շատ որոշիչ է Մենք շատ տեղյակ ենք, որ թաղամասում կան բակերի նորոգման խնդիրներ, մարդկանց ժամանցը կազմակերպելու խնդիրներ, խաղահրապարակների խնդիրներ, թափառողջների հետ կապված խնդիրներ, որոնք բոլոր անտենության են մատնված, իսկ եթե ինչ-որ գործել արվել է, ապա դրանք մեծագույն կոռուպցիոն ռիսկեր են պարունակում և չեն ընդգրկում այն ամբողջը, որ անհրաժեշտ է Էջմիածնի և մասնավորապես ձեր թաղամասին։ Մենք գիտենք, որ սրանք առաջին հարվածը հասցրել են երեխեքին։ Հենց եկել են իշխանության, մանկապարտեզները դարձրել են վճարովի։ Մենք շատ արագ իշխանափոխությունից հետո մանկապարտեզները դարձնելու ենք անվճար և հնարավորություն ենք տալու մեր երեխեքին այցելել մանկապարտեզներ և դա լրացուցիչ բեռ չի դառնալու ծնողների համար։ Մենք թոշակառուների համար էլ սոցիալական փաթեթ ունենք, ուսանողների համար էլ ունենք, այնպես որ ուշադիր կարդացեք ծրագրերը։ Բացի այդ, քաղաքական խնդիր է լուծվելու։ Սիրելի էջմիածինցիներ, դուք ձեր քվեով հնարավորություն ունեք դրական փոփոխություններ բերելու ամբողջ համայնքում և ամբողջ Հայաստանում։ Ձեզանից շատ բան է կախված։ Մասնակցեք ընտրությանը, մերժեք քաղաքացիական պայմանագրին և ձեր քվեով սատարեք Մայր Հայաստանին, որը փոփոխությունների ավանգարդն է և որը հնարավորություն է տալու բոլորիս կյանքը փոխել այս ապազգային միջավայրից։
այս հակաքրիստոնեական միջավայրից։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում։ Սիրելի վաղաշապատցիներ, միացեք մեզ, որպեսզի հասնենք դրական փոփոխությունների։ Միացիր! Որտողենք! Միացիր! Որտողենք! Մայր Հայաստան! Համար 4! Համար 4! Մայր Հայաստան! Ժորջան, եկեք մի հատ բոլորս ողջ ունենք մեր այն քաղաքացիներին, ովքեր մեզ հետևում էին պատշգամբներից, իրենց պատուհաններից, մենք համոզված ենք, որ դուք ուշադիր լսելու եք բոլորին եւ կատարելու եք ճիշտ ընտրություն։ Այդ ճիշտ ընտրությունը փոփոխություններին է միտված։ Մենք խնդրում եւ պահանջում ենք ձեզանից անպայման մասնակցել ընտրությանը, որովհետեւ եթե դուք չմասնակցեք, ձեր քվեն գողացվելու է։ Վարչական կոչված ռեսուրսը խայտարակ ձևով օգտագործվելու է։ Թույլ մի տվեք գողանալ ձեր քվեն։ Սրանք ոչ միայն հայրենիքի գող են, այլ նաև քվեի գող են։ Եվ ընդհանրապես թալանչիներ ու կոռուպցիոներներ են, որոնք թաքնվել են իբր բարեփոխիչների անվան տակ, բայց թալանում են մեր քաղաքացիների, մեր համայնքը, մեր պետությունը։ Այնպես որ միացիր, Որտողենք! միացիր, Որտողենք! Մայր Հայաստան, Համար 4! համար 4, Մայր Հայաստան! Շարունակում ենք մեր շրջայցը բակ առ բակ, շենք առ շենք։ Մեկ վարկյան հարգելի գերներ։ Շարունակում ենք մեր շրջայցը բակերով։ Հանդիպում ենք Արգելի էջմեասնեցիներ, հիշեցնեմ, որ Մայր Հայաստանը ունի բազմաշերտ, բազմակետ ծրագիր աղաշապացիների համար, ձեր համար, ժողովուրդ ջան։ Դրանցից մեկով օրինակ նախատեսվում է մանկապարտեզները դարձնել անվճար, այսինքն այդ process-ը հետ պատտել ինչ որ հիմա կա, հիմա այս իշխանությունների գալով մանկապարտեզները դարձնել են վճարովի։ Հիմա մեր ծրագրով նախատեսվում է օրինակ մանկապարտեզները դարձնել անվճար։ Ծրագրում կան նաև դրույթներ եւ գյուղական համայնքի համար, եւ Էջմիածի քաղաքի համար, հանրապես։ Սոցիալապես տարբեր խավերի համար կան ծրագրի կետեր։ ողջունում ենք ձեզ։ Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Արգելի արենակիցներ, կոչ եմ անում ձեզ նոյեմբերի 16-ին չկորցնեք ձեր մեկ քվեն, ձեր մեկ ձայնը, թույլ չտաք գողանան այն ձեզանից, ձեր փոխարեն ոչ ոք չի որոշելու չի ձեր ճակատագիրը եւ ձեր երկրի ճակատագիրը, մեր երկրի ճակատագիրը, յուրաքանչյուրի մեկ ձայնը շատ կարեւոր է, յուրաքանչյուրի մեկ ձայնը վճռորոշ է։ Այնպես որ օրվա ընթացքում 15-20 րոպե տրամադրեք, այցելեք ընտրատեղամաս եւ ձեր մեկ քվեով որոշեք Վաղաշապատ համայնքի ճակատագիրը։ Հավատացած եղեք, Վաղաշապատում ընդդիմության հաղթանակի դեպքում նոր մոտիվացիա է լինելու իշխանափոխություն Հայաստանում անելու համար։ Այնպես որ Վաղաշապատի ընտրությունների շատ բան է կախված։ Դրա համար ասում ենք իշխանափոխություն Վաղաշապատում, իշխանափոխություն Հայաստանում։ Եղեք այդ իշխանափոխության ծիծեռնակները, եղեք իշխանափոխության պիոներները,
որպեսզի ձեր օգնությամբ, նորից եմ ասում, իրավիճակ փոխենք ամբողջ Հայաստանում։ Հայրենիքը դրա համար պետք է կասորենք մեր եկեղեցի, մեր կրոնը, մեր էջմիածինը, էջմիածնոցը, մեր հեղափոխությունը, որ ապացուցենք Թուրքին, որ մենք հայ քրիստոնյա ենք, որ մենք էջմիածնեցի ենք, մենք ունենք ուժ, մենք ունենք Աստված, մենք ունենք ձայնի իրավունք և թույլ չենք տա ոչ մի թուրքին փոխել էջմիածին։ Սիրելի աղջակացիներ, համարը ձեզանից է կախված, ձեզանից յուրաքանչյուրի քրերից է կախված, և որպեսզի մեր թույլ չտանք վաղ այսօր թուրքը մտնի մեր եկեղեցին, ձեր տները, մեր բոլորի հայրենիքը, դրա համար բոլորս միասին, նոյեմբերի 16-ին դուրս ներկայացի տներից և մեր ձայնի իրավունք ենք զարնում, իսկ եթե կրկեք մեզ ապա կունենանք մեր ծրագրերի բոլոր գործողությունները, մենք ապացուցել ենք գործով, ոչ թե խոսքով, ոչ թե համբերությամբ ստի, այլ գործով։ Դրա համար ընտրեք համար 4 Մայր Հայաստան կուսակցությունը, Մայր Հայաստան, համար 4 Մայր Հայաստան, բոլորս միասին փոխենք, շնորհակալություն։ Սիրելի բանաստեղծներ, հիմա գտնվում ենք մի վայրում, կանգնած ենք մի վայրում, որտեղ ձեր երեխաների համար պետք է նախատեսված լիներ խաղաղապարակ։ Այս 7 տարիների ընթացքում տեսանք քաղաքացիական պայմանագրի այն խոստումները, որ խոստացել էին, ոչ մի աշխատանք չեն կատարել, մենք շրջում ենք բոլոր բակերով և տեսնում ենք, որ երևի ամբողջ բակերից մեկ բակում է խաղաղապարակ կառուցվող, այնինչ բացի փողի վիճակում է գտնվում ձեր բակերը, ձեր ճանապարհները, ասֆալտները, այնինչից քաղաքացիական պայմանագրի և Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում ահարոտից երեկով խոսել, տեսեք ինչ են անելու, եթե փորձել իրենք ձեզ խոստումներ տան, գույքը արգել թանկացնելու, փորձելու է տրանսպորտ թանկացնել, այնինչ Երևանում չէին խոստացել ժողովրդին, խաբեցին և որոշ գործարքների արդյունքում Հանրապետության կուսակցության հետ կոալիցիա կազմելով խաբեցին երևանցիներին, այդ նույնը անելու են ձեր հանդեպ, այդ պատճառով ինչ կարող եք անել, պարտադիր մասնակցեք ընտրություններին, որ ձեր ձայնը չգողանան և ընտրեք Մայր Հայաստանին համար 4, մերժելով քաղաքացիական պայմանագիր ու խմբագիր։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Սիրելի էջմիածիններ, մենք ձեզ ողջունում ենք կրթությունապահություններով ողջունենք նրանք, ովքեր հետո մտնեցին այստեղից։ Մենք ինքներս ենք եկել ձեր տուրը և ասեմ, որ պարզ երեսով ենք եկել։ Մենք էշում Մայր Հայաստանը ընտրությունից ընտրություն է շփում քաղաքացու հետ։ Նրանք, ովքեր հետևել են մեր գործունեությանը, գիտեն, որ մենք և ընտրությունների առաջ և հետո բոլոր այն համայնքներում, որտեղ ներկայացված ենք, անվար քաղաքացիների խնդիրները բարձրացնում ենք, հետաքրքրությունը և նույնը նաև այստեղ։ Հիմա գործող իշխանությունը բերել է պատերազմ, պարտություն, ավեր, մահացություններ և ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով հարձակվել են հայ-առաքելական եկեղեցու դեմ, որպեսզի հերթական անգամ պարակտեն մեզ և մեր հայաստանյան հսկտումներ մտցնեն։ Մենք պետք է միասնաբար մերժենք այս քաղաքականությունը։ Մենք պետք է մերժենք հակաքրիստոնեական շարժումը, որը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը։ Փոփոխությունների հիմքը կարող է դրվել հաղորդաշապատում։ Նոյեմբերի 16-ի ընտրությունը շատ կարևոր նշանակություն ունի։ Եթե դուք դեմ եք հակաքրիստոնեական շարժմանը, ապա մերժեք քաղաքացիական պայմանագրին և քվեարկեք Մայր Հայաստանի օգտին։ Եթե դուք դեմ եք համայնքի կոռուպցիոն և վատ կառավարմանը, ապա մերժեք քաղաքացիական պայմանագրին և քվեարկեք Մայր Հայաստանի օգտին։ Եթե դուք կողմ եք, որպեսզի ամբողջ Հայաստանում
Եվ ամբողջ հարաշապատում դրական փոփոխությունների Ժողովուրդ ջան, եթե ձայն կա, պլյուս դրեք, հա չեմ հասկանում, ուղղակի ձայն կա, թե չկա։ Թե ձայնը լսում է, նշանրեք իմանա։ Ապա մասնակցեք ընտրությանը եւ ձայնը տվեք Մայր Հայաստանի ողջույն քրագետիկի ներքո։ Չարես համասի սիրելի բնակիչներ, մենք այս ընթացքում բազում անգամներ այցելել ենք եւ տեսել ենք, որ մի խնդիր կա, որը ոչ միայն ձեր համասները վերաբերում, այլև ամբողջ քաղաքի ներկայացին եւ թող ձեր համար զարմանալի չթվա ամբողջ Հայաստանի քաղաքներին։ Դա քաղաքավոր շների խնդիրն է։ Բայց մենք ոչ թե իմ մարդկանցից ենք, ովքեր ասում են պետք է շների գյուրեր պրծները բարձր լուծել, դա վայրենություն է։ Եվ ոչ թե իմ մարդկանցից ենք, որ ասում են դրա շները ինչ ուզում են կվանում, ավելի կարևոր է քան մարդիկ։ Դա անմատկային է կարծիքով։ Դրա համար դա քաղաքակիրթ լուծում, շների ապաստանների կառուցում, ստեղծում եւ քաղաքակիրթ կառավարում, որպեսզի այս ամեն ինչը ոչ մարդկանց խանգարի, ոչ երեխեքին արձակնողները, ոչ երեխեքը քարերով խփեշների, ամեն ինչ պետք է տեղի լինի, դրա համար մենք այս հարցը լուծում ունենք։ Ու պատկերացրեք, սրանք այդ մի խնդիրը ամբողջ Հայաստանում չեն կարողացել լուծել։ Երևանում այդ խնդիրը կա, Գյումրիում կա, Վարաձորում կա, Էջմիածնում կա, բայց քաղաքական շները, թողերից ինձ կենքանացները, այս օրվանան շների խնդիրը որ չեն կարող լուծել։ Այլ նրանք ում շուրն է։ Դրա համար կարևորագույն խնդիր ունենք լուծելու։ Նախ թողենք այս իշխանությանը, որպեսզի ստանանք նորմալ կառավարում եւ ամենակարևորը նաեւ դրական ուներ ցավոթենք ամբողջ Հայաստանի, որ փոփոխությունները սկսվում են։ Փոփոխությունը սկսվում է Վարաշապատից, սիրելի ժողովուրդ։ Մենք Մայր Հայաստանն ենք, գրաքեթի համաչարս, գրակում եք փոփոխությունների օգտին եւ ձեզ զգում եք որպես ձեր քաղաքի, ձեր համայնքի, ձեր երկրի տերը, ձեր քրեից եք ախասնելու մեր բոլորի ապագան։ Մի մտածեք, որ ձեզանից բանկախված չի։ Սրանց ուժը ձեր անտարբերության, ձեր հիասթափության մեջ է։ Մենք պետք է ամեն ինչը դուրս տանք, որ զարգանա։ Իրար կողք կանգնած, սրանք հարևանի հետ են գրված է, բարեկամի։ Մենք տեսել ենք, որ այս իշխանմարդիկ իրար հետ չեն խոսում, որտեղ պարակվել են, բայց մենք այդ ժողովուրդն ենք, որ պարակվածն են։ Ես պարակտում են, որ պարտության տանեն, ես պարակտում են, որ երկիրը հանձնեն, ոչ որ Արցախը հանձնեցին, միացնում են Հայաստանին, թույլի տվեք ձեզ պարակտել։ Մենք միասնության, համերաշխության, բարեկամության, եղբայրության կողմնակիցն ենք, սիրելի Վարաշապատցիներ, Չարենց համայնքի, Չարենց քաղամասի, հարգելի բնակիչներ, մասնակցեք ընտրությանը, վերջ տվեք այս պարակմանը, սկիզբ դրեք դրական փոփոխությունների։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք տեր ենք մեր խոսքերին, տեր ենք մեր ծրագրերին, ամբողջ քաղաքական թիմը կանգնած են ձեր առաջ եւ ասում են, որ պատասխանատվություն են կրելու մեր յուրաքանչյուր խոսքի համար, յուրաքանչյուր ծրագրի համար, եւ թիմը անապի համար է պատասխանատվություն կրելու։ Սա միայն անապի խնդիր չի, սա աղաքանու խնդիր է, սա թիմի խնդիր է, սա մեր երկրի խնդիր է։ Այնպես որ ակտիվորեն մասնակցեք ընտրությանը։ Մայր Հայաստան, Համաձոր, Մայր Հայաստան, միացի, որդոխենք, միացի, որդոխենք։ Ժողովրդի ես մեկ անգամ ողջունենք մեր քաղաքացիներին, անկախ նրանից, ում եք ընտրելու ժողովրդին հիշեք, մեր ձեր քաղաքացիական պայմանագրին եւ նրա կցորդներին, մնացածը ձեր ընտրության հարցն է։ Իսկ եթե Մայր Հայաստանի ցանկը կտակ, մեծագույն շնորհակալություն ձեզ եւ մեծագույն պատասխանատվություն մեր համար։ Հարմոնակ։ Շարունակում ենք մեր բակարբակ հանդիպումները, հարգելի բարեկամներ։ Դապսիկ ոչնավ, նոր պայքարի ողջայության։ Երկրի պազի, սերին բաղաշապաս,
Eşmiyazin İmay Hayatan Կանցենորե ատելության ու տխրության եկել է ժամը կողաչի շուշնիության Eşmiyazin İmay Hayatan Մայր Հայաստան կուսակցություն Գրիշ Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Ուսինե Լուկաչյան, Քրեատիվ համար 4 միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քրեատիվ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վալաշապատ սուրմի, էչ միացի,